Տարոն Մայլյան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի կինեզիոթերապևտ։ Կրթություն։ 2017-ից 2018 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում։ 2018-ից 2020 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 2020-ից 2023 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում, մասնագիտացումը կինեզիոլոգիա։ 2023-ից 2024 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի մագիստրատուրայում, մասնագիտությունը կինեզիոլոգիա։ Մասնագիտական գործունեություն 2021 թվականից աշխատում է Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերականգնողական կենտրոնում որպես կինեզիոթերապևտ։ 2024 թվականից դասավանդում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանում։ Կինեզոթերապիան ինչպես է վերափոխում մարմնի շարժողական մեխանիկան, որոնք են ճիշտ շարժման համար անհրաժեշտ հիմնական մկանային խմբերը։ Տեսեք, որ եթե ասեմ կոնկրետ ինչ-որ մկանային խմբեր կան, որոնք որ առանձնահատուկ են, չէ, դա սուտ կլինի, որովհետև ցանկացած մկան իր աշխատանքը ունի ու իր կարևորությունը ունի։ Ճիշտ շարժումների համար էլ պետք է ուղղակի առողջ կազմվածքին հետևել, քանի որ եթե մենք չունեցանք առողջ մկանային համակարգ, մկանային կորսետ, ապա արդեն ունենալու ենք շատ բազմաթիվ խնդիրներ։ Կինեզոթերապիայի հենց առանձնահատկությունը դրանում է կայանում, որ մեր հետևենք ճիշտ մկանային համակարգին, որպեսզի հետագայում չունենանք այլ առողջական խնդիրներ։ Ինչպես եք որոշում յուրաքանչյուր հիվանդի համար բեռնվածության աստիճանը հաշվի առնելով ցավը, մկանների թուլությունը կամ կեցվածքի խանգարումները։ Գոյություն ունեն մի քանի թեստեր, որոնց օգնությամբ շատ դեպքերում որոշում ենք։ Հիմնականում որոշում ենք պալպացիոն վիճակով, շոշափելով ենք որոշում, քանի որ ամենալավը, որ պրակտիկա դա է, եւ եթե զգում ենք, որ խորանից մկաններին է վերաբերվում, որպեսզի աշխատանք չենք կարողանա մենք ստուգել ուղղակի շոշափելով, ունենք NMG հետազոտություն, որի շնորհիվ արդեն կարողանում ենք հասկանալ մկանային աշխատանքը։ Կինեզոթերապիան կարող է լիովին փոխարինել դեղորայքային ցավազրկմանը, որ դեպքերում է շարժումն ավելի արդյունավետ։ Շատ դեպքերում այո, կարող է ինքը փոխարինել դեղորայքին, քանի որ երբ որ մենք ունենք հենաշարժողական համակարգի ինչ-որ մի խնդիր, եթե մենք աշխատացնում ենք կոնկրետ ճիշտ մկաններ, որոնց թուլության պատճառով առաջացել է խնդիր, եթե մենք դա ուժեղացնում ենք կամ ընդհակառակը, եթե ունենք լարվածություն, եթե մենք թուլացնում ենք, արդեն ցավային կլինիկան ավտոմատ իջնում է։ Ինչպես է ջուրը փոխում հոդերի մեխանիկան և մկանային ակտիվացման շղթաները։ Տեսեք, իրականում իզուր չի, որ ասում են ջուրը կյանք է, քանի որ ջուրը շատ մեծ ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա, բացի նրանից, որ մեր օրգանիզմի մեծամասնությունը հեղուկից է կազմված, նաև արտաքին ջրի ազդակները, որոնք որ մենք իրականացնում ենք մեր կլինիկայում, ինքը իրականում այսօր շատ պրակտիկա դառ է Հայաստանում, քանի որ շատ տարբեր զոնաներ կա, որոնք որ թեկուզ ոնց որ նոր առաջ նշեցի մկանային ցավին հասնելու համար մենք չենք կարող շոշափելով հասնենք, հիդրոթերապիայի շնորհիվ մենք կարող ենք հասնել կոնկրետ մկանի կամ կոնկրետ հոդի ինչ-որ աշխատանքը բարելավելու համար։ Ներկա դրությամբ մեր կլիմայական մակարդակը շատ դեպքերում չի համապատասխանում մեր օրգանիզմին, այսինքն կարող է ինքը մենք վերջի շրջանում իհարկե մենք կարող ուղղակի թեթև հագնվենք, դուրս գանք, դուրսը ինքը իրականում ցուրտ լինի։ Կամ հակառակը մենք շատ տաք ենք հագնվում, դուրս ենք գալիս, դուրսը շոկ է լինում, որը ջրափոխությունը որ լինում է օրգանիզմում, միանգամից մեր օրգանիզմը պատասխան ռեակցիա է իրականացնում, այսինքն կամ միանգամից են որ ասում են մեջքս բռնվել է կամ սառել եմ, այդ ինչի շնորհիվ է լինում։ Այդ լինում է թույլ մկանային կորսետի շնորհիվ։ Մենք կոնկրետ հիդրոթերապիայի շնորհիվ կարողանում ենք ավելի ամրապնդել մկանային կորսետը, այսինքն երբ որ մենք ամրապնդում ենք մկանային կորսետը, հետևաբար ինքը արդեն արտաքին ազդակների հանդեպ, դա կլինի, չգիտեմ, ուղղակի քամի, թե կլինի ծանր ֆիզիկական աշխատանք, ջրի շնորհիվ մենք կարողանում ենք դա ապահովել եւ արդեն ավելի առողջ ենք լինում, արտաքին ազդակները այդքան շատ ազդեցություն չի ունենում մեր օրգանիզմի վրա։ Ջրաբուժության ժամանակ հիվանդի հավասարակշռությունը և նեյրոմկանային վերահսկումը ինչպես են վերապատրաստվում, ինչպես է ջրային միջավայրն օգնում ողնաշարային և հոդային խնդիրների դեպքում։ Տեսեք, ամենակարևորը, որը շատ ենք հիմա Հայաստանում չէ մենակ, ամբողջ աշխարհում հանդիպում ենք մենք խնդիրները որպես հենաշարժողական, հիմնականում ողնաշարի ցավերն են։ Դա մի քանի իր
պատճառներ ունի, որոնց շնորհիվ մենք շատ դեպքերում ունենում ենք գոտկային հատվածի ցավեր, հա, այսինքն մեր մարմնի քաշը կամ ավելորդ քաշը գումարած դրան ցկողականության ուժը, գրավիտացիան, որոնք որ անընդհատ ողնաշարի կոնկրետ գոտկային հատվածի վրա հիմնականում ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դա երբ որ մենք մտնում ենք արդեն ջրի մեջ, քանի որ գրավիտացիան կորում է եւ մենք կոնկրետ աշխատացնում ենք մկաններ, ողնաշարի վրայի ծանրաբեռնվածությունը կրկնակի թուլանում է։ Այսինքն մենք եթե անում ենք սովորական պրոցեդուրաները պարկած վիճակում, ջրի մեջ երբ որ մենք անում ենք պրոցեդուրաները, ունենում ենք կրկնակի էֆեկտ ավելի։ Տաք կամ սառը ջրի կիրառումը ինչպիսի ֆիզիոլոգիական արձագանքներ է առաջացնում, ինչու է ջրի ջերմաստիճանը հաճախ ավելի կարևոր, քան հենց վարժության տեսակը։ Ասեմ, քանի որ տաք ջուրը առհասարակ ինքը թուլացնում է մարմինը, ավելի ռելաքս վիճակ է ինքը արտահայտում, իսկ սառը ջուրը ընդհակառակը ձգում է։ Հիմա տաք ու սառը ջրի մեկ օրինակը, որոնք որ մենք ենք իրականացնում, օրինակ Իզմիրյան բժշկական կենտրոնում շարքոն է, որը որ երբ որ մենք ունենք տվյալ հատվածում ինչ որ մկան, որը որ չափից շատ թուլացել է կամ ինքը իր ուժով չի կարողանում աշխատել, մենք կիրառում ենք շարքոյի սառը ցնցուղը, որը որ այդ սառը ջուրը ազդակ է ուղարկում տվյալ մկանին, որպեսզի նա սկսի մի քիչ կծկվել եւ աշխատել։ Ու նույնի ընդհակառակը, երբ որ մենք ունենք մեկ մկան, որը որ չափից շատ լարված է եւ մեզ անհրաժեշտ է ռելաքսացիա տվյալ մկանի համար, օգտագործում ենք տաք ջերմաստիճանը, որպեսզի լարված մկանին մաքսիմալ կոմֆորտ եւ ռելաքս վիճակի բերենք, երբ որ երկու տաք եւ սառը ջրերը մենք միաձուլում ենք, հա, կոպիտ ասած, մենք ունենում ենք արհեստական մկանային կծկումներ։ Երբ որ ջրի շիթը կպնում է մարմնին, մենք ունենում ենք արհեստական մկանային կծկումներ, կախված տաք թե սառը։ Դրա շնորհիվ ավելի ենք ամրապնդում մկանային կորսետը։ Եթե մենք ունենք մի ջրի շիթի սառը ջերմաստիճան, մյուս ջրի շիթը տաք ջերմաստիճան, դա համարում ենք շարքոյի ցնցուղ, որը որ շատ հայտնի է աշխարհում։ Եթե մենք ունենք երկու ջրի շիթ, որոնք որ մաքսիմալ փորձում ենք մեկ մակարդակի վրա պահենք ջերմաստիճանը, դա արդեն համարվում է այդ մեթոդը շոտլանդական մեթոդ։ Հիմնականում այդ մեթոդը իրականացվում է, ինչպես նոր առաջ նշեցի, շատ լարված մկանների մաքսիմալ ռելաքսացիայի համար, քանի որ մեծամասնությունը շոտլանդական ցնցողի ժամանակ իրականացնում ենք մարմնի ջերմաստիճանից մի քիչ բարձր ջերմաստիճանով, այսինքն մոտ 38-ից 40 ջերմաստիճանով, որպեսզի օրգանիզմը կրկնակի ռեակցիա չտա, ուղղակի փորձի հարմարվել տրվյալ ջրի ջերմաստիճանին։ Եթե բժիշկ չդառնայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք եւ ինչու։ Սպորտսմեն կլինեի։ Մասնավորապես ֆուտբոլն եմ շատ սիրում։ Սկզբունք, որով միշտ առաջնորդվում եք կյանքում։ Սկզբունք, որով միշտ առաջնորդվում եմ, ուղղակի պետքա պայքարես քո նպատակի համար։ Երազանք, որը չի իրականացել։ Երազանք, որ դեռ չի իրականացվել, հիմնականում փորձում եմ երազանքներ չունենամ, սարքեմ նպատակ ու կամաց գնամ նպատակիս հետևից։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Տուն։ Մեկ բառով ասած։ Այն տեղը, որտեղ որ դու ապահով ես։